Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ հզոր իմ հայ ազգ, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, այսօր երկրորդ 5-շաբթին է ամսվա եւ ինչպես գիտեք, մենք այդ օրը ամսվա մեջ մեկ անգամ ես ընտրում եմ հարցեր, որը որ ասենք շատ են տվել մեր սիրելի բարեկամները եւ ես պատասխանում եմ այդ հարցերին։ Նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլոր մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, մեր հայ մարդուն, ովքեր որ ջերմ բարի խոսքերով հորդորում են, դուխ են տալի, չնայած չեմ սիրում այդ դուխ բառը, քանի որ սրանք նենց են աղավաղե, որ դուխով բառը լսում եմ մարմինս է փշաքաղվում, բայց ամեն դեպքում այդ հզորությունը, այդ լավ էներգիան, բարի էներգիան, որը որ ես ստանում եմ ձեզանից, դա ինձ ուժ է տալիս եւ ես դա զգում եմ, ասում եմ անկեղծ։ Սիրելի բարեկամներ, շատերդ հարց եք տալիս հետեւյալը, ես մի քանի հարց այստեղ գրել եմ, եթե թույլ կտակ ես ինքս կկարդամ, որպեսզի ասենք ավելի բովանդակալից լինի այսօրվա ելույթը։ Մարդիկ մտահոգված են մի բանով, ասում են ընկեր Ֆարմանյան, ճիշտը չեն սիրում, դուք որպես քաղաքական գործիչ, ինչու եք բռնե այդ ուղին եւ վերջում ավելացնում է, միգուցե Աստված ձեզ կսիրի։ Սիրելի բարեկամներ, ուզում եմ ասեմ հետեւյալը, որը որ դուք հասկանաք։ Նախ սոցիալիստական գաղափարախոսությունը հենց նրանով է ժողովրդական, որ այնտեղ չկա սուտ։ Մենք միշտ ասել ենք, ասում ենք եւ կասենք, թեկուզ դա լինի դառը իրականություն, բայց մենք չենք ընդունում ժողովրդին խաբելը։ Այո, ես համաձայն եմ մեր հայրենակցի հետ, որ քաղաքականությունը դա մի կեղտոտ, մի սենց անբարոյական եւ անշնորհակալ չաշա է եւ շատ շատերը քաղաքական գործիչները օգտվում են այդ պրիոմից եւ խոսում են ընդամենը այն, ինչը որ ուզում է լսել քաղաքացին եւ ինչը բերում է ողբերգության։ Ինչպես գիտենք մեր հայկական պատմությունից, դա եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, միացում, անկախություն, Արցախ, հետո հայտարարեց, որ տղա եք մի տվեք, դա եղել է երկրորդ նախագահի ժամանակ տարբեր թեմաներով, երրորդ նախագահի ժամանակ Նիկոլը լրիվ սենսացիա է, սկսած տեսախցիկներից, կարմիր գծերից, Արցախը Հայաստանը եւ վերջ, Շուշին հայկական է, հետո Շուշին դժգույն, դժբախտ քաղաք է եւ բազմաթիվ բաներ, մինչեւ կեղծ խաղաղություն, որը որ տանում է ժողովրդի մատղատուն։ Սիրելի բարեկամներ, ուզում եմ ձեզ ասեմ մի բան։ Դուր գա ժողովրդին, դուր չգա, բայց ժողովրդական կոմունիստական կուսակցությունը պետք է ասի ճիշտը, դառը իրականությունը։ Ես չեմ ուզում հետևեն ինձ այն մարդիկ, լսեն այն մարդիկ, ովքեր սիրում են հագնել ռոզովի ակնոցներ։ Ռոզովի ակնոցներով մարդիկ թող լսեն Նիկոլ Փաշինյանին, լիքն են, Փարքասու 147-ը կուսակցություն կա Հայաստանի Հանրապետությունում։ Լսեն, նրանք նենց լոլոներ են կարդալու Էլդուսուս, նստի ու լսի հեքիաթ։ Անգամ կարող եք նորածին երեխային իրենց ելույթների ժամանակ դնել էկրանների դեմ, երեխան ձեզ վստահ ասում եմ, անենց կքնի, որ անգամ կեր չի ուզի ուտի գիշերով։ Նենց որ ուզեք թե չուզեք, լսեք թե չլսեք, դա ձեր իրավունքն է, ես ասելու եմ ճիշտը, ես ասելու եմ ճշմարտությունը, ես ոչ մի բարոյական իրավունք չունեմ խաբելու սեփական ազգին, ես չեմ ուզում, որ իմ հայ ազգը ինձ ատի, թող իմ հայ ազգը ինձ չլսի, բայց ես չեմ ուզում, որ ես նմանվեմ սրանց, չեմ ուզում, սիրելի բարեկամներ, անկեղծ եմ ասում։ Հիմա հարց երկրորդ, ինչ եք մտածում խաղաղության մասին։ Սիրելի բարեկամներ, ես եթե ասեմ, որ
կռիվը լավ բան է, խաղաղությունը վատ բան է, ես կլինեմ կակ մինիմում գժանոցի կլիետ, քանի որ յուրաքանչյուր լուրջ մտածող գաղափար ունեցող մարդը նա չի ուզենա պատերազմ, նա չի ուզենա այրում, նա չի ուզենա ցավ, բայց ես բազմաթիվ անգամ իմ ելույթների ժամանակ ասել եմ, խաղաղությունը ընդունելի է, նաև մեր կողմից է ընդունելի, բայց ինչ գնով, ես հազար ներողություն իմ Հայաստանից ժողովուրդ, իմ հայ ազգ, բայց բերեմ մի պրիմիտիվ օրինակ ընտանիքի վրայով, ընտանիքի, պատկերացրեք, ապրում է ընտանիք, մտնում է թուրքը ձեր տուն և ասում է, որ այս խանումը ցույց տալով ձեր կնոջը շատ գեղեցիկ է և նա իրեն դուրը գալիս է և այդ խանումը պետք է գնա իրեն հետ։ Եթե դուք դեմ առնեք, քանի որ այդ տիկինը ձեր տիկինն է, ձեր ընտանիքի մայրն է, կլինի պատերազմ։ Բայց եթե դուք ասեք հարց չկա երեխեքին էլ հետդ տար, պատերազմ չի լինելու։ Այսօրվա խաղաղության օրակարգը, որը որ բրդում է Քանդիր պետություն կուսակցությունը Նիկոլ Փաշինյանը, հենց դրանից է հիմնված։ Ինչի պետքա լինի պատերազմ, եթե ինչ ուզում են այս մարդը տալիս է։ Բայց ինքը Իրանը չի տալի, ձեր ցավը տանեմ, ինքը տալիս է մեր պապերի թողածը, մեր պապերը, որ արուն են թափետի է տալիս։ Ուզում եմ, որ անգամ այն մեր հայրենակիցները, ովքեր աջակցում են, ովքեր բռնում են Նիկոլ Փաշինյանին, հասկացեք, գին ունի խաղաղությունը և մեր գաղափարով, մեր ուղեղով, մեր մտածելակերպով խաղաղությունը պետք է լինի հավասարակշիռ, մի ռուբլի դու, մի ռուբլի ես, մի տարածք դու, մի տարածք ես, եթե ինչ-որ հարցեր կան այդ տարածքների վերաբերյալ, բայց մենակ դու հեռու չեք գնա, ցավները տանեմ, հավատացնում եմ ձեզ, կգա ժամանակ այդ տալով իրան գալու են և դա չի քննարկվում, հետո բազմանալու են, մենք մեր երիտասարդությունը, մենք մեր պապերից անգամ չենք ժառանգե բազմա երեխա ունենալը, որ շատ երեխա ունենանք, մի հատ երկու հատ ու վсё պրծանք, սրանք բազմանում են, սրանք ճագարից էլ վերան են, հասկանում եք թե չէ, դուք լինելու եք փոքրամասնություն, դուք ինչի եք Լյուդովիկ 12-ի պես մտածում, որ մեզնից հետո ինչ ուզում է լինի, իրենք հատուկ դա ձեր ուղեղի մեջ խփել են, որ դու ապրես մի օրով, ռոլիկներ են հրապարակում, որ 100 տարի հետո սկի քո անունը չեն հիշի, ես քո տանջանքը չեն հիշի, ոչ, սիրելի բարեկամներ, դա արվում է նրա համար, որ մարդը ապրի թիթեռի պես մեկ օրով, որ ախպեր ջան, այսօր հացը կա, ջուրը կա, Նիկոլն էլ ասում է խաղաղություն կա, լավ է, դա կեղծ խաղաղություն է, ցավները տանը, միայն հզոր հայրենիքով, հզոր ժողովրդով, բարեկից ապրող կյանքով ժողովրդով, զինված ուժերով, զինվորի ղադրը իմանալով, զինվորին գնահատելով կարող ես կառուցել հզոր հայրենիք և քո հետ կնստեն հաշվի։ Չեմ ընդունում իրենց կեղծ խաղաղությունը, չեմ ընդունում։ Անդրադառնալով առաջի հարցին, այդ ստերից մեկն է, ժողովուրդը տեսեք ոնց է անբռնում, իսկ եթե ես ասում եմ ոչ, էդի կեղծ խաղաղությունը, շատերը ասում են, ինչ է խոսում, մի ընդունեք, մինչև ձեր կաշվի վրա չզգաք, ինչ ասեմ, ես ես որ խոսում եմ, ես խոսում եմ իմ սրտի, իմ խղճի համար եմ խոսում, որ ժամանակին մեկը չելի ասի թե ընկեր Ֆարմանյան, չէ որ մենք ձեզ լսում էինք, մենք ձեզ վստահում էինք, մենք ձեզ հավատում էինք, իսկ դուք մեկ անգամ չասեցիք, թե ինչա լինելու։ Ես ասում եմ, ասողին է լսող ապետ, ձեր ցավը տան։ Այսքան խաղաղության մասին, մնացածը 100 անգամ ասել եմ, դուք ինքներդ վերլուծեք, մտածեք, ճիշտ եմ ասում, ճիշտ չեմ ասում, դուք յուրաքանչյուրդ անձ եք,
մի հեր մի մեր ծնելա Արտուր Ֆարմանյանին, մի հեր մի մեր ծնելա ձեզ։ Արտուր Ֆարմանյանը ձեզանից ոչ խելացի է, ոչ ձեզանից լավ տղա է, ոչ էլ ձեր երեխեքից լավ հնարավորություն ունի։ Ես ուղղակի ի տարբերություն շատերի խոսում եմ ինչի համար սիրտս է ցավում։ Սիրտս ցավում է, դրա համար եմ խոսում։ 100 անգամ ասել եմ, ոչ ձգտում եմ պաշտոնի, ոչ իշխանության, ոչ է ոչ մի բանի։ Լինելով կուսակցության ղեկավար, պաշտոն փող որ ուզենայի կմասնակցեի ընտրություններին։ Սիրտս է ցավում։ Ջավախքի հողը ըտենց է դաստիարակում իր տղեկին։ Այն զիբիլներին չեմ ասում, Շիրինյան, Տորոսյան, Մորոսյան, նրանք զիբիլ են, նրանք ես չեմ անում, որ որտից այդ աղբամանը բերել լցել են։ Իսկական ջավախեցին, իսկական հայը այդ ցավները տանեն։ Երրորդ հարցը, ինչ եք մտածում, ինչ կլինի ընտրությունների վերջի կետը։ Ինչ եմ մտածում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ասել է իրեն խոսքը։ Նիկոլ Փաշինյանը այսօր փոքրամասնություն է ազգի մեջ։ Դա դեռ չհաշված, որ այն մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր ընդհանրապես բոյկոտեցին, ինչպես մենք, ընտրություններ եւ չգնացին ընտրատարածքներ։ Եթե ազգը պետք է այս ամեն ինչը հանդուրժի, ձեն չանի եւ ընդդիմություն անցած կուսակցությունները այս պահին կարծեմ երկուսն են ուժեղ Հայաստան դաշինքը եւ Հայաստան դաշինքը պետք է ձեն չանեն, ապա ձեն քանի ով, այո, ձեն քանի Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը եւ ոչ թե մենակ ձեն քանի։ Ես հայտարարել եմ, որ մենք սկսում ենք հայոց համայնքական ազատագրական շարժումը։ Այո, մենք սկսել ենք այդ շարժումը, մենք տանում ենք աշխատանքներ, ամեն ինչը օրենքի սահմաններում, բայց ես ձեզ մի բան ասեմ, թող լսեն նաև հատուկ ծառայությունները եւ մնացածը։ Անկամ եթե մնամ մենակ, անկամ իմ կուսակից ընկերները չկան, ես ձեր յուրաքանչյուրիդ ձայնը սրանցից մսի հետ ատամներովս սպոկելու եմ։ Բոլորի դիմություն թե ընդդիմություն, ով ուրացավ հայ ազգից ձայնը, ատամներով սրանց բողազները կրծելու եմ։ Իրանք կարան ինձ կանգնացնեն, ես ասել եմ, կարան։ Ով եմ ես, կարան նստացնեն, կարան մի հատ զիլ ուղարկեն վրովս անցնեն, բայց ամեն դեպքում ես կմեռնեմ, եթե մեռնեմ, իրանք այդքան չկան, որ ես մեռնեմ, բայց ամեն դեպքում, այն որ ասում է ռուսս ես под Богом ходим, եթե մեռնեմ, ես կմեռնեմ կանգնած եւ չեմ ապրի կզած եւ իմ հանգուցյալ ծնողների առջեւ, երբ որ ես կգնամ իրանց մոտ, ես ինձ ամոթ չեմ զգա, քանի որ իրանք ինձ դաստիարակել են այդպես։ Իմ երեխա ժամանակվանից հերս ասում էր, լավ է կանգնած մեռնես, քան թե կզած ապրես։ Իսկ մայրս ասում էր, լավ է ես տղու վրա լացեմ, քան թե աղջիկա։ Դաժան բառեր են ծնողի կողմից, բայց դա տալիս է քեզ ուժ պայքարելու այս դաժան աշխարհում։ Սիրելի բարեկամներ, 2-3 անգամ ես անդրադարձել եմ խնդրանքով ձեզ, որ ուշադիր լսեք Արտուր Համբարձումյանին։ Հիմա տեսեք, ես ինչի եմ այդ պարալելները բերում։ Արտուր Համբարձումյանը խոսած, որ Արաքս գետը, որ անցնում է կիսում է Հայաստանին Թուրքիայի հետ, նախկին իշխանությունները, որ այսօր կոմիսիա կա ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հովաններքո, պարակտում են այդ գործը, որ Արաքսը փոխել է իրեն հոսքը եւ 400 հեկտար հող անցել է Թուրքիային, հենց առանց կռվի, առանց պատերազմի։ Ոչ մեկ ձեն չի հանում, իսկ հայ մարդ, հայի համար սիրտը ցավացող մարդ Արտուր Համբարձումյանը բողազը ճղելով գոռում է։ Եվ մենք բոլորս, այդ թվում ես վերին արտին ծորենը չեմ, ուղղակի լսում ենք, հա, ախպեր ջան, ճիշտ ես ասում։ Ու վсё, այդքանով պրծավ։ Ոչ մեկ չի ասում Արտուր Համբարձումյանին, Արտուր ջան, Համբարձումյան ջան,
հայ ազգի հիանալի մարդ, հիանալի զավակ, Գյումրեցի Արտուր Համբարձումյան, ինչ անենք, ոնց անենք, մենք գանք քո կողքը կանգնենք, չէ որ այդ հողերը մեզի ամպից նվեր չի ընկե, բայց ոչ մեկ ձեզ չի անում, նայում են ընդամենը մի հատ լայք, սիրուն, մի հատ կոմենտ եւ վերջ, ժողովուրդ ջան, յուրաքանչյուր քաղաքական գործիչ, ազնիվ քաղաքական գործիչ, յուրաքանչյուր հային սիրող ազնվորություն ակտիվիստ, առանց ազգի աջակցության, առանց ժողովրդի նա ոչ մի բան է, անզոր է։ Ինչպես նոր ասեցի, մի հատ քելեմ հեսա կանգ առա, մի հատ զիլ կանցնի վրովս, պրծավ, հասկանում եք։ Եվ շատերը հետ օրինակ կբեն, արա քեզ պետք կա, արա հենա տեսար Ֆարմանյանը հաչած վրով անցան։ Վախի աչքերը մեծ են, սիրելի բարեկամ, բայց վախը հայի համար չի, ես ձեզ չեմ ճանաչում, իրոք չեմ ճանաչում, ես մեկ-մեկ սենց աչքերս տրորում եմ, ասում եմ, մեր ազգը վախ ունի, ինչպես պատահեց, որ մեր ազգը վախեցավ, բայց ես հույսով եմ և վստահ եմ, որ մենք չենք վախենում, ուղղակի մեզ դա սենց լցնում են ուղեղի մեջ, ինչ վախ, մահը որ կա, ինչ վախ, մի օր ծնվել ես, մի օր պիտի մեռնես, սիրելի բարեկամ, բայց լավ չի պատվով մեռնես, լավ չի արժանանաս օղոր մի բառին, քանց լինես անիծված։ Ուզում եմ ասեմ մեկ բան և վերջաբանությունը, որ ինչպես ընկեր Ֆարմանյան, ինչպես կարելի է կառուցել երկիրը, եթե սրանք սենց պառակտել և քանդել են։ Այո, սիրելի հայրենակից, դու շատ ճիշտ ես և իրավացի ես։ Խորհրդային Հայաստանի տարիներից հետո, Կարեն Սերոպիչ Դեմերչյանից հետո, Անտոն Քոչինյանից, Զարուբյանից, Մյասնիկյանից հետո ինչ-որ այդ մարդիկ ստեղծել են, սարքել են, Անտոն Քոչինյանը ժողովրդի կողմից սիրված, ուներ մականուն Անտոն Բրելյանտովիչ, որպես բրելյանտե մարդ, Կարեն Սերոպիչը շինարար, այդ տեսեք ինչ մականուններ են ունեցել մեր կոմունիստները, ժողովուրդն ա տվե այդ անունը, սրանց պես ածական չկա, կզո, մզո, պզո, տզո, վզո, տես բան չկա, հասկանում եք, սրանց մոտ է այդ ածական անունները, ձուկ, ոբլա, տո ես շատ գիտեմ ինչ, անուն եղել ա, այո, կնքված անուն, շինարար, բրելյանտ, ոսկե, էդի տվել ա ժողովուրդը, դա ժողովրդի գնահատականն է այդ քաղաքական գործիչի։ Հիմա ասում եք քանդել են, այո քանդել են, պատերն են քանդել, սիրտս մխկտում ա քաղաքով անցնում եմ, քցած սեփականաշնորհած շենքերը, մեր կոմունիստների ժողովրդական, սովետական ռուբլով սարքած շենքերը թողել են անտերու դուրս, մի հատ դուր լուսամուտ չեն դնում, որ ասենք մեր Արցախից տեղահանված հայրենակիցներին տեղավորեն, թեկուզ ժամանակավոր, չեն կարա, ծախել են, լափել են, թալել են, եթե այս մարդիկ ժողովրդի արունն են խմել, ինչ շենքից են խոսում, բայց ես ձեզ վստահ ասում եմ, Հայաստանի Հանրապետությունը կարելի է սարքել հզոր երկիր տարի ու կեսում, 1 տարի 6 ամիս, ավելի մաթեմատիկորեն ասեմ, և այդ հիմքը և հիմնադրումը ես ունեմ, ընդամենը պետք է կոռուպցիան հավասարցնել ազգի դավաճանության հոդվածին, գնդակահարում տեղում, երկրորդը չթալանել սեփական ժողովրդին, եթե չեղավ կոռուպցիա չի լինի թալան, և երրորդը, սիրելի բարեկամ, մենք ապրում ենք այնպիսի մի տարածքում, որտեղ որ մի կողմից ադրբեջանցիներն են և թուրքերն են, նրանք առևտրական են, կուպի պրադայ, մենք գաղափար կրող ազգ ենք, մենք խելացի ազգ ենք, յուրաքանչյուր լավ միտք, յուրաքանչյուր լավ գաղափար պետք է կյանքի կոչվի, գալիս են մարդիկ առաջարկներով, նայում ես, լսում ես, ոչ թե էդի քո հորող պորտղեն չի, քո բարեկամը չի, մեջը փող չկա, առևտուր չկա, ոչ, կարում ես ընկեր ջան, ինչ ա պետք անել, հանուն մեր երկրի զարգացման, ինչ ա պետք անել, տարածք, հրանգը տալիս ես, տարածքը տալիս ես, գումարապետ բանկից 0%-ային վարկով տալիս ես, մարդը իրականացնում է հանուն երկրի, հանուն ազգի,
Այս մարդիկ ատկատների վրով սաղ մենակ ժողովուրդ ջան խոսալով չի, ցավները տանեմ, գործով։ 2-3 հատ սուտի մանկապարտեզ սարքում են, գմփստում են, ծառայողը, ազգին ծառայողը կյանքում ազգին երեսով չի տալիս եւ ցույց չի տալի ինչ է նա արել, ազգը ինքը կզգա, օրական ռեկլամը ֆրստում են, այս դպրոցը կար, այն դպրոցը կար, միմյանց հանդեպ հարգանքը կորցնելով, միմյանց հանդեպ ատելությունը կորցնելով, ցավները տանեմ, առաջ չեն գնա, քանի կար բաժանեցին ազգը, մասնատեցին Ղարաբաղցի, ոչ Ղարաբաղցի, ախրքյալակցի, ոչ ախրքյալակցի, երևանցի, հայաստանցի եւ այլն, հասկացանք ախպեր ջան, հոգնեցերիք, բաժնեցիք, հայն էլ կերակ։ Հիմա անցել են այս ընտրություններից հետո ընտանիք եմ ճանաչում, աբսուրդի ժանրից բան եմ ձեզ ասելու, սիրելի բարեկամներ, ընտանիքում կան 6 անդամներ, երկուսը սիրում են Ռոբերտ Քոչարյանին, երկուսը սիրում են Ուժեղ Հայաստան Դաշինքին, երկուսը սիրում են Նիկոլ Փաշինյանին։ Այս քաղաքականությունը մցրեցին հայ մարդու ընտանիք։ Եղբայր, դուք ինչ գործ ունեք քաղաքականության հետ։ Ինչ գործ ունեք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետության ընտանիքը պետք է զբաղվի իրեն ընտանիքով։ Ինչի եք այս ժողովրդին քաշեք քաղաքականության մեջ, ինչի եք պարակտում ազգին։ Հերը տղու հետ չի խոսում, մերը հարսի հետ չի խոսում, հարսը կերսարի հետ չի խոսում։ Էս ինչ եք անում։ Էս ինչ եք անում։ Ուր եք տանում ազգին։ Ես ասեմ, մատղատուն, ոչնչացման։ Եվ ասում եմ մեկ անգամ եւս, առևտուրը թողանեն թուրքերն ու ադրբեջանցիները, առևտուրը մեր համար չի։ Մենք ասու կողմից ստացել ենք ուղեղ, բարձր ինտելեկտ, եւ այդ ինտելեկտը պետք է ոչ թե ծառայի միայն հայ ազգին, այլ նաեւ ամբողջ մարդկությանը։ Իսկ այսօր այդ ինտելեկտ, այդ գաղափարը ծառայում է բոլորին, բացի Հայաստանի Հանրապետությանը։ Էս է իմ տեսակետը, ինչպես կարելի է հանել ճգնաժամից հանրապետությունը Հայաստանից։ Եվ վերջում, սիրելի գոլեգաներ, այդպես ձեզ անվանեմ, քաղաքական գործիչներ, որ խոսում եք, մի խոսացեք փրկության մասին, Հայաստանը փրկենք, փրկիչը մի հատ է, դա մեր Տերն է, Հիսուս Քրիստոսը, նա կարող է փրկել, իսկ մենք մտածում ենք այլ կերպ, մենք մտածում ենք աշխատանքներ տանենք, քրտնաժան աշխատանքներ տանեն, հասցնել մեր ժողովրդին իրական դառը իրականությունը եւ որպիսի ազգը արթնանա, իսկ որ ազգը արթնացավ, Տիրոջ օգնությամբ մենք կփրկենք մեր երկիրը։ Սիրելի բարեկամներ, գրեթե այսօր այսքանը, ներողություն, եթե ինչ-որ մի բանն են չէր, կեցե Հայաստանից Հանրապետությունը, կեցե հայ ազգս, կեցե հայոց առաքելական Սուրբ եկեղեցին, կեցես դու հայ մարդ, հույսով եմ, որ կհանդիպենք, Աստված բոլորիս պահապան, խաղաղ երկինք բոլորիս։